Էմանուել, Աստված մեզ հետ եւ մեզ համար։ Ոչ միայն մեզ հետ, բայց նաեւ մեզ համար։ Ինչի համար եկավ Հիսուս աշխարհ։ Միթե ինքը իր համար եկավ, չէ՞ որ իմ ու քո համար եկավ, սիրելիս։ Այդ մենք կարիք ունենք Աստծու։ Երբ որ կարդում ենք Աստվածաշունչը, նախքան որ պիտի Հիսուսի սերնդաբանությունից խոսի Մատթեոս ավետարան, 400 տարի լռել էր երկինքը, սիրելիներ։ Ու խոս չկար Աստծուց։ Բայց մի հատ հրաշք, մի բան, որ սենց ուղղակի հեղափոխեց մարդու կյանքը, եւ Աստված խոսեց։ Հերիք չի, որ խոսեց, նաեւ իր միածին ուղարկեց մեր կյանքի մեջ։ Իր միածին որդուն տվեց ինձ ու քեզ համար։ Որտեւ մարդը ինչ էր։ Մարդը առանց Աստծու ինչպիսին է մարդու կյանքը, չէ՞։ Մարդը մենակ էր։ Մարդը լքված էր։ Մարդը մեղքերի այդ բերի տակ ուղղակի ճկել էր։ Ու չգիտեր ոնց պիտի անի, ինչ պիտի անի։ Օրենքը փորձում էր պահել, բայց այդքան օրենքների մեջ էլի վրիպում կա։ Չէր կարողանում այդ հարցը լուծի իր կյանքի մեջ։ Միջև որ նորից երկինքը բացվեց, միջև որ նորից երկինքը խոսեց, հրեշտակները ավետեցին լուրը Քրիստոսի ծննդյան, եւ այդ բարի լուրը գնաց ամբողջ մարդկության պատմության մեջ։ Եվ գիտեք, այդ լուրով, այդ եղածով մի հատ մեծ բան կատարվեց մարդկության պատմության մեջ, իմ ու քո կյանքի մեջ։ Մեր կյանքը բաժանվեց երկու էտապների։ Մարդկության կյանքը բաժանվեց երկու էտապների, այսինքն նախքան Քրիստոսը եւ Քրիստոսից հետո։ Ես հիշում եմ առաջի, որ գնում էի այդպես ու մեղքը, որ գիտակցում էի այդպես ու ինձ մեղքի այդ հանդիմանություն էր գալիս, ես լացելով, սենց ամբողջ պաշտամունքի ընթացքում լացում էի, բայց մեկ էլ վերջում մի հատ սենց սեր, խաղություն, դեմքս փոխված, ժպիտ, ուրախություն, ես այդ ձևով դուրս էի գալի պաշտամունքից, սիրելիներ, նախքան Քրիստոսը եւ Քրիստոսից հետո։ Մեր կյանքը փոփոխության ենթարկվեց ուղղակի։ Մեր կյանքը փոխվեց։ Մենք հիմա էլ փոփոխության մեջ ենք, անցնում ենք այդ ճանապարհով։ Կան մենակություններ մարդու կյանքի մեջ, որ մենք ցույց չենք տալի հաճախ, անգամ մեր մտերիմներին, մենք փորձում ենք դա ծածկենք մի տեսակ, մենք ցույց ենք տալի, որ մենք ուժեղ ենք, զորավոր ենք, բայց այնտեղ որ ներսը նայենք, մի տեղեր կա, որ մենք մենակ ենք ուղղակի։ Եվ այդ մենակությունները մեկը կար, որ պիտի գար ու պիտի փարատեր ու պիտի լցներ մեր ներսը, մեր էությունը իր թանկագին ներկայությամբ, որ ասեր, որ դու մենակ չես։ Գիտեք, երբ որ խոսք ունեցա Տիրոջից ու Տեր ասեց, ես եկեղեցին պատրաստել եմ քեզ համար, ստեղծել եմ քեզ համար, ես մի տեսակ մեծամտածա, ասում եմ Տեր, բայց հետո խոսքը շարունակեց մի քանի պաշտամունքից հետո Տերը նորից խոսեց հոգուս մեջ, ասում եմ, ինչի՞ չես հարցնում, բան չի եմ ես եկեղեցին ստեղծել հենց քեզ համար, ու երբ որ այդ հարցը տվեցի, մեղմ իրա ձայնը, որովհետև դու իրանց կարիքը ունես։ Ես ունեմ Տիրոջ կարիքը, ես ունեմ իմ քրոջ ու իմ եղբոր կարիքը։ Գիտես, այդ մենակության մեջ հաճախ մենք կարիքներ ունենք։ Եվ փառք Աստծուն, որ Աստված օգնում է մեզ հաղթահարել ամեն տեսակ այդ իրավիճակներ, այդ մենակությունը հաղթահարել, այդ կոտրվածությունը հաղթահարել, դա մենակ Իրանով է հնարավոր, սիրելիս։ Ինչքան լավ է, չէ, որ մեկը քեզ զանգում ասում է, գիտես, այսօր աղոթում էի քո համար խոսք ունեցա։ Եվ դու զգում ես, որ քո համար մեկը հետաքրքրված է, դու մենակ չես։ Եվ Աստծուց մի հատ խոսք է հռչակվում կյանքիդ մեջ ու դու մենակ չես ու այդ խոսքը քեզ ապրեցնում է ու զորություն է տալիս քեզ։ Եվ ահա Սուրբ Ծնունդը գալիս է ոչ թե որպես մի գեղեցիկ հեքիաթ, այլ որպես երկնային պատասխան մարդկային մենակությանը։ Ավետարանը չի ասում, որ մարդը մի քիչ տխուր էր,
այդպիսի բան չի գրված։ Գրված է, որ մարդը մենակ էր, մնացել, ինչի։ Մեղքը ճնշել էր մարդուն, չէ՞, մեղքի առաջ ինքը մենակ էր մնացել։ Մահվան դեմ էր մենակ մնացել, սատանայի դեմ էր մենակ մնացել, աշխարհի դեմ էր մենակ մնացել։ Բայց փառք Աստծուն, որ հայտնվեց Աստված, եւ գիտես, ինձ ու քեզ պիտի ասի, որ դու մենակ չես, ես քո հետ եմ։ Մեղքի դեմ դու մենակ չես, որը ոչ միայն սխալ է, այլ իշխանությամբ շղթայում է ինձ ու քեզ։ Մահվան դեմ ես ու դու մենակ չենք, որը մերժում է ապագան եւ վախ է սփռում մեր ներկայի մեջ։ Սատանայի դեմ մենք մենակ չենք, որը ինչ է անում, մեղադրում, վախեցնում, ճնշում եւ պառակտում է մեր կյանքը։ Աշխարհի դեմ մենք մենակ չենք, որ խոստանում է շատ, բայց վերջում թողնում է մարդուն հոգնած ու դատարկ։ Բայց հենց այստեղ ճիշտ է, մարդը հանձնված էր, պարտված, տապալված մի վիճակի մեջ, մենակ, բայց Սուրբ Ծննդյան հրաշքը հենց նա է, որ Տիրոջ ներկայությունը ավետվեց եւ Էմանուել, այսինքն Աստված մեզ հետ, որ ես ու դու մենակ չենք, Աստված իմ եւ քո հետ է, սիրելիս։ Սա է այն ամբողջ մխիթարությունը, սա է ամբողջ այն վեհությունը, որ մեզ հանում է այդ մենակությունից, որ ես ու դու մենակ չենք, որ մեկը կա, որ հոգ է տանում ինձ եւ քեզ համար, մեկը կա, որ բարեխոսում է իմ եւ քեզ համար, մեկը կա, որ հետաքրքրված է իմ եւ քեզ համար, եւ իր հետաքրքրության կենտրոնում ես եւ դու ենք։ Դրա համար ինքը եկավ աշխարհ, թողեց այն ամեն փառքը, մեծափառությունը, եկավ, մարդացավ, ծնվեց կույս Մարիամից, մարմին հագավ եւ բնակվեց մեր մեջ։ Երբ որ մենք էլ եկավ ժամանակ ու մեր սրտերը բացեցինք նրա առաջ, նա ծնվեց մեր սրտերի մեջ, բնակվեց մեր մեջ, որ ասի ես քեզ հետ եմ, ես քեզանից հեռու մի տեղում չեմ, ես անմիջապես սրտիդ մեջ եմ բնակված, որ դու իմանաս, որ դու մենակ չես։ Ես դրա համար եմ եկել աշխարհ, քեզ համար։ Եթե դու լինեիր աշխարհի վրա ու քո համար պիտի գար Հիսուսը խաչվեր, ծնվեր, խաչվեր, իմացի, որ դա հենց այդպես էլ կլիներ։ Հենց քո համար կգար կաներ այդ ամենը։ Այդքան հետաքրքրված է ինձնով ու քեզնով Հիսուս։ Փառավորվի Տիրոջ անունը։ Օրհնյալ է իր ծնունդը, իր հայտնությունը մեր կյանքերի մեջ։ 4 տեղեր եմ առանձնացնել, որ մենք հեշտ կհիշենք սրանք, եւ մերով է սկսվում այդպես, այդ կարող է քարոզից շատ բան չհիշենք, բայց այս մերը փորձենք հիշել ուղղակի։ Առաջի բանը, որ մերով, որ Աստված մոտեցավ մեզ, երկրորդը մեզ համար կանգնեց, մեզ հետ մնաց, մեր համար հաղթեց։ Հալելույա։ Մի հատ էլ եմ ուզում կրկնեմ, ուզում եմ մի փոքր սասես տպավորվի ձեր մեջ, որ սա հիշեք, նախ Աստված մոտեցավ մեզ համար կանգնեց, մեզ հետ մնաց եւ մեզ համար հաղթեց։ Մենք մի փոքր հենց այդպես փորձենք բացել սրանք։ Մարդը չէր կարող բարձրանալ դեպի Աստված մեղքի բեռով։ Մեղքը մարդուն սենց ճնշել ու ճնշված մի հատ վիճակի մեջ էր դրել եւ մարդը իսկապես չէր կարող բարձրանալ դեպի Աստված այդ սրտով, այդ ամոթ վիճակով, բայց Աստված իջավ մարդու մոտ։ Եվ Սուրբ Ծնունդը հենց սա է, Սուրբը մոտեցավ մեղավորին։ Ոչ թե մեղքը արդարացնելու համար, այլ մեղավորին փրկելու համար, եւ այդ մեղավորը ես էի եւ դու, որպեսզի ինձ ու քեզ ազատի այդ մեղքի բեռից, երբ որ մենք խոստովան լինենք նրան մեր մեղքերը, ինքը իզորույա ազատելու ինձ ու քեզ ամեն տեսակ մեղքից։ Փառք Տիրոջը։ Երկրորդ մայով սկսվողը, որ մեզ համար կանգնեց Աստված, սա մեծ շրջադարձ է
մարդկային պատմության մեջ, այսինքն Աստված ոչ միայն մեզ հետ, այլ նաև Աստված մեզ համար։ Ոչ միայն մեզ հետ, այլ նաև Աստված մեզ համար։ Աստված, որի դեմ մենք մեղանչել էինք ապստամբել մարդը, Եդեմի պարտեզից ապստամբել էր Տիրոջ դեմ եւ որ նայենք պիտի պատիժը գար, պիտի Աստված միջև վերջնես դեմ կենար ինձ ու քեզ, բայց հետաքրքիր բան կատարվեց, նա դարձավ իմ ու քո կողմից։ Եվ Աստված, որ մեր դեմ էր, մեղքի պատճառով եղավ մեզ հետ ու մեզ համար իր միածին որդու միջոցով, Հիսուս Քրիստոսի միջոցով։ Հռոմեացիներ 5-րդ գլխի 8-րդ համարում, 2-րդ Կորինթացիներ 5-րդ գլխի 21 համարում խոսում է այս մասին Աստծո խոսքը։ Եվ մի պատմություն եմ ստեղ ուզում մեջտեղ բերել, որ կատարվել 2010 թվականին Չիլիում 33 հանքափորների կյանքում, որոնք մնացին հողի տակ, քանդվեց այդ հանքահորը եւ 33 հոգի օրերով մնացել էին այդ հողի տակ, այդ փլատակների տակ եւ դա միայն մենակության ու անօգնականության մոռացված լինելու վախ չէր, որ իրանց սրտերում ունեին, բայց մի օր վերևից գրված է, որ ներքև հասավ առաջին իրական ազդանշանը։ Նրանք տեսան, որ իրանք թեկուզ այդ հողի այդ փլատակների տակ են մնացել, բայց իրանց համար հետաքրքրվողներ կան, իրանցով հետաքրքրվողներ կան, իրանց կյանքի մասին մտածողներ կան։ Եվ ամբողջ գրված է, որ կառավարությունը, ազգը կանգնել էր եւ ամենքը ամեն ջանք անում էին, որպեսզի փրկարարները կարողանան իրանց օգնությունը հասցնեն այս մարդկանց։ Միջև որ նրանք խավարի եւ հուսահատության մեջ, բայց հանկարծ վերևից մի լույս ծագեց եւ նրանք փրկվեցին։ Այս բեմից մի քանի անգամ հռչակվեց այս խոսքը, որ խավարում եղող ժողովրդին լույս ծագեց։ Եվ մենք որ տարբեր մեկերս եղբայրներս էլ ասեցին, որ խավարի մեջ էինք ու մեկ էլ Տիրոջ լույսը ծագեց մեր կյանքերի մեջ, Աստված մեզ գտավ։ Փառք եմ տալի Աստծուն։ 2003, 2026, 23 տարիներ։ 23 տարիներ Աստված ապրում է իմ սրտի մեջ եւ գործում է իմ կյանքի մեջ։ Մեկ վարքյան չի եղել, որ ես ինչ-որ մտածեմ, բա ոնց չէ, իմ կյանքը փոխվել է այդ վարքյաններից սկսած։ Ու երբ որ նայում եմ Պողոս առաքյալի խոսքը, ուր որ գնաց, սա էր վկայում, որ ես ով էի եւ հիմա ով եմ։ Ես ինչպիսին էի եւ հիմա ինչպիսին եմ։ Սա վկայության խոսքը ամեն մեկի շուրթերին, սիրելիներ։ Երբ որ այդ վկայությունը խոսում ես ու ասում ես, գիտես ինչ ես անում դրանով, խավարն ես ցրում եւ լույսն ես ծագեցնում այդ վայրի մեջ, Հիսուս Քրիստոսի լույսը։ Հեշտ ասենք գանք, ավետենք, ասենք, բայց գալիս է պարագաներ, որ մենք պիտի վկայենք զորավոր ձևի, որ մարդկանց կյանքերը փոխվի, որ մարդիկ իմանան, որ այս աշխարհի վրա խավար կա, բայց կա նաև մեկը լույս, որ կարա գա այդ ամեն խավարը ցր իր կյանքից։ Փառք Տիրոջը։ Երրորդ մեն, որ ես առանձնացրել եմ, ուրեմն Աստված մեզ հետ եւ մեզ համար, եւ Աստված մեզ հետ ինչ արեց, մնաց։ Ոչ թե եկավ ու գնաց, այլ ինքը մեր հետ ինչ արեց, մնաց։ Մի բանա, որ գիտես հյուրերը պիտի գան ու գնան, բայց մի բանա, որ մեկը գալիս է կյանքիդ մեջ ու մնում է կյանքիդ մեջ։ Որպես Տեր, որպես փրկիչ, որպես մեկը, որ քեզանով շատ հետաքրքրված է։
Սա շատ հույս տվող մի հատ վիճակ է, սիրելիս։ Մեզ պետք չի միայն անցյալում կատարված մի հրաշք, մեզ պետք է ներկայում ապրող ներկայություն։ Եվ ավետարանն ասում է, Հիսուսը եկավ ոչ միայն ծնվելու համար, այլ մեր կյանքի մեջ մնալու։ Հիսուսի վերջին խոսքերը որոնք էին Մատթեոս ավետարանի մեջ, եւ ահա ես ձեր հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Փառք ես Տեր։ 21-րդ դարի մարդը իրականում մենակ է։ Սոցիալական ցանցերը, ինտերնետը մեկը չեն կարա լցնեն այն տեղը, որ մենակ Աստծով է լցվում, սիրելիս։ Դու կարող ես շատ ինֆորմացված լինես, ինֆորմացիա ունենաս ամեն կյանքի իրավիճակներից ու բնագավառներից, բայց մենակ մեկը կարա իմ ու քո մենակությունը փարատի եւ լցնի ու լրացնի։ Եվ իր անունը Հիսուս Քրիստոս է, սիրելիս։ Հալելույա։ Միայնակությունը դարի հիվանդությունն է։ Մարդիկ մենակ են իրենց ցավերի մեջ, մեղքի մեջ, վշտի մեջ, ու միայնակ մարդը խոցելի է դեպրեսիայի համար, մահվան մտքերի համար, վախի համար։ Եղբայրս քանի անգամ ասեց. մի վախեցիր, որովհետև Տերը քեզ հետ է, սիրելիս։ Եվ մարդու ամենախոր ցավերից մեկը սա է։ Մարդը իր մեջ մտածում է. իմ ցավը ոչ ոք չի հասկանում։ Մենք մտածում ենք, որ մենակ մենք ենք այդ ցավի միջով անցնում, բայց ամեն մեկն էլ յուրովի անցնում այդ ճանապարհը, սիրելիս։ Մենք տարբեր իրավիճակներով ենք անցնում։ Դա դու գիտես եւ Աստված, թե ինչով ես անցել դու, ինչերով ես անցնում դու։ Բայց Հիսուսը դարձավ մարդ, ապրեց մարդկային կյանք, տեսավ արցունք, մերժում, սով, հոգնածություն, անարդարություն, որպեսզի մենք չասենք Աստված չի հասկանում։ Ինքը ամեն բանից տեղյակ է իմ ու քո կյանքում եղող, սիրելիս, եւ ինքը զորավիգ է ինձ ու քեզ։ Եվ Եբրայեցիներ 4:15-16 համարներով կուզեմ մեզյան դնի այդ տեղը, ուզում եմ ընթերցել անպայման։ Եբրայեցիներ 4 գլուխ 15-16 համարներ, որ քաջալերի ու շատ մխիթարական խոսք է, կուզեմ անպայման ընթերցել հիմա, որովհետև ոչ մի քահանայապետ, ոչ թե մի քահանայապետ ունենք, որի չի կարող մեր տկարություններին չարչարակից լինել, այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձված է մեզ նման, բայց առանց մեղքի։ Եվ շարունակությունն էլ շատ զորավոր, ասում է ուրեմն նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք եւ շնորհ գտնենք մեզ օգնության պատե ժամին։ Մեկը պատրաստ է ինձ ու քեզ օգնելու եւ մեր մեջ բնակվելու եւ մեզ օգնելու եւ մեզ զորացնելու եւ մեզ բարձրացնելու, չգիտեմ ինչից է սպակասվել։ Միգուցե այն տարվա մեջ մի բաներ քեզ sense հետ պահեցին, բայց ուզում եմ այս 2026 թվականի մեջ ամեն մեկիս կյանքում այդ զորությունով լցնենք Քրիստոսի ծննդյան զորությամբ, որ մեկը կա, որ այն որտեղ որ ես տկար եմ ու անկարող, ինքը ամեն բան կարող է։ Եվ իմ դժվարություններից, իմ նեղություններից ինքը լրիվ տեղյակ է։ Նենց չի, որ ես ասես մի հատ վիճակի մեջ եմ ու ինքը անտեղյակ ասում է, չէ, ինքը ամեն բանից է։ Ինքը դրանցով ամենքով անցել է ինքը։ Ու դրա լուծումը, դրա դեղատոմսը ունի ինձ ու քեզ համար։ Որ ես ու դու էլ այդ դժվարություններից անցնելուց զորանանք մեզ զորացնող Քրիստոսով եւ առաջ գնանք միասին։ Եվ 4-րդ տեղը, որ առանձնացրել եմ այդպես, եւ այդ մեղերի շարքի մեջ է, դա Աստված մեզ համար ինչ արեց, ոչ միայն ինքը մեր համար մեր մեջ մնաց, ոչ միայն ինքը մեզ համար կանգնեց, այլ ինչ արեց, մեզ համար հաղթեց։ Մեզ համար հաղթեց։ Ինչին հաղթեց Հիսուս։ Ինչին հաղթեց։ Մահվանը հաղթեց, անեծքին հաղթեց,
չէ։ Մեղքին հաղթեց, այս աշխարհքին հաղթեց, չէ։ Ասեց քաջացեք, ես հաղթել եմ այս աշխարհքին։ Այսինքն մի բաներ, որ կարային կանգնեն մեր դեմ եւ խոչընդոտ լինեն, որ մենք չկարողանանք այդտեղ առաջ գնանք։ Ինքը բոլոր այդ կետերի մեջ ինքը հաղթանակ է տոնել։ Եվ այդ հաղթանակը տվել է ինձ եւ քեզ։ Հալելույա։ Մի պատմություն, որ կուզեմ անպայման փոխանցել։ Մի մարդ կար Սիմոն անունով, մի գյուղում, մի փոքրիկ գյուղում եւ այդտեղ գյուղում էլ եկեղեցի կար։ Եվ ամեն առավոտ գրված է, որ այս ծերունին Սիմոնը բացում էր եկեղեցու դուռը եւ ասում էր. «Բարև Հիսուս, ես Սիմոնն եմ»։ Խոսում էր Աստծու հետ, իր աղոթքը կարճ աղոթք էր. «Բարև Հիսուս, ես Սիմոնն եմ»։ Եվ օրեր անց հիվանդացավ Սիմոնը։ Եվ ընկերներն եկան, որ փարատեն իրան, մխիթարեն իրան։ Բայց հեգնական մի բան էլ ասեցին, ասին հա Սիմոն, բա հիմա ով պիտի եկեղեցու դուռը բացի եւ Հիսուսին բարևի։ Գրված է, որ ասում է ծերունին մեղը ժպտաց քթի տակ եւ պատասխանեց. չգիտեմ ով կանի դա ինձանից հետո, բայց մի բան գիտեմ, ամեն առավոտ մեկը գալիս է եւ իմ տան դուռը բացում եւ ասում. բարև Սիմոն, ես Հիսուսն եմ։ Սիրելիս, մեկը կա, որ բարև ունի ինձ ու քեզ համար։ Եթե հոգուդ խորքում մենակություն ես քաշում, մի բան լավ իմացիր, Տերը քեզանով հետաքրքրված է եւ դու իր ուշադրության կիզակետում ես։ Ու եթե Աստված մեր համար մեր կողմն է եւ հաղթանակ է տոնել, ով կարող է մեզ դեմ կենալ։ Չկա այդպիսի մեկը, սիրելիս։ Եթե Աստված իմ ու քո կողմն է, ով կարող է մեզ դեմ կենալ։ Հռոմեացիների 8-րդ գլխի 31-39 համարներում կուզեմ ընթերցել, մեծածառայությանը խնդրենք դնի այս խոսքը, Հռոմեացիներ 8:31-ից 39 խոսքեր։ Ուզում եմ ընթերցել մեր բոլորի համար։ Արդ ինչ ասենք այս բաների մասին, եթե Աստված մեր կողմն է, ով է մեզ հակառակ։ Նա, որ իր որդուն էլ չխնայեց, այլ մեզ բոլորիս համար նրան մահվան մատնեց, ինչպես նրա հետ մեզ ամեն ինչ չի շնորհի։ Ով է, որ Աստծու ընտրյալներին մեղադրելու է, Աստված է, որ արդարացնում է։ Ով է, որ դատապարտելու է, Քրիստոս Հիսուսը, որ մեռավ, ավելին, որ հարություն էլ առավ, Աստծու աջ կողմում է ու մեր համար բարեխոսում է։ Արդ Քրիստոսի սիրուց մեզ ով կբաժանի տառապանքը, նեղությունը, հալածանքը, սովը, մերկությունը, վտանգը, սուրը, ինչպես որ գրված է, ամբողջ օրը քեզ համար սպանվում ենք եւ որպես մորթվելու ոչխար համարվեցինք։ Բայց այս բոլոր բաներում առավել եւս ինչ ենք անում, հաղթում ենք։ Ում միջոցով, նրա միջոցով, որ ինչ է անում, որ սիրեց մեզ։ Ինչից դրդված եկավ ինքը աշխարհցելներ։ Միթե սերը չէր, որ իրան երկնքից աշխարհ բերեց։ Այո, հենց այդ սերն էր, սիրելիներ։ Եվ ուզում եմ, որ այդ սերը մեր սրտերի մեջ թագավորի, սիրելի եկեղեցի։ Մենք ուրիշ բանով չենք կարա դեմ կենանք այս աշխարհին ու չենք կարա հաղթենք նրան, գիտեք։ Մեր հաղթանակը ինչով է։ Սիրով, որտեւ իմ ու քո Աստված սեր է, սիրելիս։ Հիսուս սեր է,
Եվ ինքը ուզում է, որ դու սիրով հաղթես այս աշխարհին։ Այս աշխարհը ուրախ է, որ դու հաջողություններ ունես, ուրախ է, որ դու լավ ես, նեղված չես, տկար չես, չէ, ինքը ուրախ չի։ Ինքը ընդհակառակը փորձում է, որ ամեն բան անի, որ դու այդ իրավիճակների մեջ հայտնվես։ Բայց քաջալերանքը ո՞րն է, որ ես ու դու մենակ չենք, որ Աստված իր սիրով այցելել է ինձ ու քեզ ու բնակվել է իմ ու քո սրտի մեջ, օգնելու մեզ, որ ամեն դժվարություն հաղթարենք ու առաջ գնանք։ Եվ վերջի խոսքը, որովհետև հաստատ գիտեմ, կարաս ասես, որովհետև հաստատ գիտեմ, գիտես հաստատ, կարաս այս խոսքը իսկապես հռչակես, որ դու հաստատ գիտես, և ինչ գիտես, որ ոչ մահը, ոչ կյանքը, ոչ հրեշտակները, ոչ իշխանությունները, ոչ զորությունները, ոչ ներկայիս և ոչ էլ գալիք բաները, ինչ չեն կարող անել, ոչ բարձրություն, էլի է շարունակում, ոչ բարձրություն, ոչ խորություն, ոչ ստեղծված մի որևէ ուրիշ բան չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է։